Ուզում եմ հիշեցնել, որ 26 թվականին ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Իհարկե բացառություն է կազմում այստեղ վաճառքի իրավունքը։ Ուզում եմ խոսել ռազմական կրթօջախների կրթաթոշակների մասին։ Նկատելի բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակի չափը։ 2018 թվականի դրությամբ կուրսանտը ստանում էր 5300-ից 13000 դրամ, իսկ գերազանցության պարագայում եւս 10000 դրամ հավելյալ կրթաթոշակ։ Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը կազմում է 15000 դրամ, եւ ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 45000, 60000, 75000 դրամ կրթաթոշակ։ Երկրորդ կուրսում բազային կրթաթոշակը 20000 դրամ է եւ կրկին ըստ առաջադիմության կուրսանտը կարող է ստանալ 60000, 80000, 100000 դրամ։ Երրորդ կուրսում բազային կրթաթոշակը կազմում է 25000 դրամ, որը ըստ առաջադիմության կարող է հասնել 125000-ի, չորրորդ կուրսում 30000 դրամ, որը կարող է հասնել 150000 դրամի եւ 5-րդ կուրսում 35000 դրամ բազային կրթաթոշակ եւ գերազանցության դեպքում 175000 դրամ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում մինչև 2018 թվականը կուրսանտները ոչինչ չեն ստացել։ Հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15000 դրամ։ Միջին առաջադիմությամբ կուրսանտները ստանում են 30000 դրամ, գերազանց առաջադիմությամբ կուրսանտները 45000 դրամ։ Ինչ վերաբերում է կուրսանտների թվին, ասեմ, որ ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26%-ով, ինչը խոսում է նրա մասին, որ էապես փոխվել է մեր հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ եւ երիտասարդների վերաբերմունքը այս մասնագիտության նկատմամբ։ Չեմ կարող չանդրադառնալ պաշտպան հայրենիաց ծրագրին, հիշեցնել, որ ծրագրով ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։ Ավելին ասեմ, օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն ունենք, որի համաձայն պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուները կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Ինչպես արդեն նշել եմ, միայն 2 տարվա ընթացքում ծրագրի շահառուների թիվը 4220 է, որը պարբերաբար աճում է։